Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է հակասական տպավորություններ թողնել եւ այնտեղից եկող ազդակներն իրարամերժ են։ Չնայած փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում անցկացված ԱՄՆ-Իրան բանակցություններին եւ գրանցված որոշակի առաջընթացին, որի մասին խոսել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, թե մոտ են միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, այնուամենայնիվ կառավարության դեմ բողոքի երկրորդ ալիքն է հասունանում։ Առաջին ալիքի կոշտ ճնշման եւ հազարավոր զոհերի պատճառով հանրության շրջանում առաջացած վրդովմունքի հետևանքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Թերթի տեղեկությունների համաձայն մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում իշխանությունների նկատմամբ, մասնավորապես հուղարկավորությունների հոգեհանգստյան արարողությունների ժամանակ այդ ընտանիքների անդամները հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում, դպրոցականները հրաժարվում են հայրենասիրական երգեր երգել։ Բժիշկները հրապարակայնորեն դատապարտում են բողոքի ցույցերի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերած գործընկերների ձերբակալությունները, իսկ ակտիվիստական խմբերն էլ կոչ են անում տապալել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Իրանում իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին ազգային արժույթի արժեզրկման պատճառով զանգվածային բողոքի ցույցերի ալիքից հետո։ Ցույցերի ընթացքում պաշտոնական տվյալների համաձայն զոհվել է ավելի քան 3000 մարդ։ Նույն թերթի տվյալներով դժգոհությունները հատկապես մեծանում են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության աճի ֆոնին։ Իրենց հերթին իրանական իշխանությունները ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու, երկիրը արտաքին միջամտությունից զերծ պահելու համար հետքայլ են կատարել եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մասկատում տեղի ունեցած բանակցությունները ապագայի առումով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես դրական է համարում։ Տրամադրությունը լավ էր, երկու կողմերն էլ արտահայտեցին իրենց տեսակետները։ Սա լավ սկիզբ էր։ Գրեթե լիակատար համաձայնություն ձեռք բերվեց բանակցությունները շարունակելու էության վերաբերյալ եւ որոշվեց շարունակել այս գործընթացը, սակայն երբ, ինչպես եւ ինչ ձևով դա տեղի կունենա, կորոշվի հետագա խորհրդակցությունների ժամանակ։ Եվ չնայած նրան, որ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Իրանը վերջին բանակցությունները կառուցողական են համարում, այնուամենայնիվ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Միացյալ Նահանգների ֆինանսական գերատեսչության տվյալների համաձայն պատժամիջոցների ցանկում ներառվել են իրանական եւս 15 ընկերություններ եւ 2 անձինք։ ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, թե իր երկիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։ Ավելին, նշել է, թե սպառազինությունների վերահսկման նախկին համակարգը պետք է վերանայել եւ միջուկային զինանոցի կրճատման համար ԱՄՆ-ն պատրաստ է գործակցել մյուս գերտերությունների, այդ թվում Չինաստանի հետ, որը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր միջուկային ներուժը։ Մենք կաշխատենք Չինաստանի, Ռուսաստանի եւ ցանկացած այլ երկրի հետ, լինի դա բարեկամական թե մրցակից երկիր, որպեսզի փորձենք կրճատել աշխարհում միջուկային զենքի քանակը։ Միևնույն ժամանակ, եթե Իրանը միջուկային զենք ստանա, գիտեք թե հաջորդը որ երկիրը կլինի Սաուդյան Արաբիան, իսկ հետո Պարսից ծոցի մեկ այլ արաբական պետություն։ Դա կհանգեցնի միջուկային զենքի տարածմանն ամբողջ աշխարհում։ Իդեպ Չինաստանն առայժմ մտադիր չէ մասնակցել միջուկային զենքի վերաբերյալ բանակցություններին։ Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարել է այդ երկրի ներկայացուցիչը։ Նրա խոսքով խոշորագույն միջուկային զինանոցներ ունեցող պետությունները պետք է ստանձնեն միջուկային զինաթափման պատասխանատվությունը իրենց զինանոցները կրճատելով այնպես, որ դա հնարավոր լինի ստուգել։